Այն, որ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ունի որոշակի թիմ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում չեն թաքցնում անգամ Նժդեհյան գաղափարակիրները։ Նա կուսակցական է եւ իր մտերիմների շրջանակն անշուշտ ունի կուսակցության կազմում։ Սակայն մամուլում տարածված այն լուրերը, թե Հովիկ Աբրահամյանն ու Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Անդրշկուլիսյան պրոյեկտի շինարարությամբ են զբաղված, համարում են անհեթեթ։ Չեն հիմնավորում, թե ինչու, փոխարենը գերադասում են խորհուրդ տալ։ Այդ մամուլները չկարդալ, որովհետև կարող է ձեզ մոտ ուղղակի շփոթ առաջանալ։ Մի կողմից կարող է ցանկություններ լինի, մի կողմից կարող է վերլուծությունների արդյունք լինի։ Մեր կառուցվածքը կուսակցության ներկուսակցական կառուցվածքը այնպիսին է, որ դժվար թե հնարավոր լինել ճեղքեր գտնել հանրապետականում։ Սամվել Նիկոյանը մատնացույց է անում Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի անցած ճանապարհը հավելելով. ՀՀԿ-ի պառակտումը բացառված է։ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը երկար ճանապարհ են անցել միասին։ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավարն է եւ մեր կուսակցությունում եթե որևէ խնդիրներ քննարկվում է, այո, նորմալ է, բաց քննարկության դաշտ կա, բայց կուսակցության ղեկավարի խոսքը վճռորոշ եղել է բոլոր ժամանակներում մեր կուսակցության համար, սկսած Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարկյան եւ հիմա Սերժ Սարգսյան։ Փորձառու հին հանրապետականները նույնպիսի համոզվածությամբ բացառում են կոնֆլիկտի գործոնը նոր հանրապետականների եւ նոր թևի հետ, սակայն համամիտ չեն որոշ քաղաքագետների եւ քաղաքական գործիչների այն հիմնավորումների հետ, թե Տիգրան Սարգսյանական թիմը կարող է ուժեղացնել իշխող կուսակցությանը։ Ուժեղանալու խնդիր չունի կուսակցությունը եւ կադրային իմաստով եւ նաեւ կառուցվածքային իմաստով, պարզապես մեկ թիմ ենք, որի մեջ կան նաեւ անկուսակցականներ, մարդիկ ցանկացան նաեւ լուրջ քաղաքականությամբ զբաղվել, իսկ դրա առաջի գործոնը կուսակցության որևէ կուսակցության մեջ լինելն է։ Դրանք մարդիկ են Բեգլարյան Գագիկը կուսակցական է, նոր կուսակցական չէ, երկար ժամանակ կուսակցական է, իսկ ինչ որ բան վարչապետին եւ ասենք երկու նախարարին, նրանք մինչեւ այժմ իրականացնում էին երկրի ղեկավարի հանրապետական նախագահի եւ հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերը։ Ընդհանրապես կարելի է մտածել մինչեւ հիմա ինչու են մեր ծրագրերը իրականացնում մարդիկ, որոնք ոչ կուսակցական են։ Իսկ նրանց, ովքեր անհանգստացած են ՀՀԿ-ի ներսում տեղ ունեցող զարգացումներից, Սամվել Նիկոյանը դարձյալ խորհուրդ է տալիս։ Պետք է շատ հանգիստ եւ նորմալ ընդունել։ Եթե ներիշխանական խմորումներ չկան, եթե Ծառուկյան-Աբրահամյան զույգի մասին խոսակցություններն անհեթեթ են, ինչպես իրենք են նշում, ապա ովքեր են այն շահագրգիռ ուժերը, ովքեր տարածում են նման ստահոդ տեղեկություններ, հարցրեցինք հանրապետականներին։ Ովքեր կուզենային, որ տեսնել թուլացած իշխանություն, թուլացած կան որ հիմնական իշխանության կրող հանրապետական կուսակցությունը, կուզենային, որ տեսնել երկպառակտված միմյանց դեմ պայքարող կուսակցություն։ Ես գոնե ներսի մարտին եւ լավ տիրապետում եմ այդ ամենին, դա բացառված է, ուղղակիորեն բացառված։ Եթե որևէ մարդիկ դրա վրա ինչ որ հույսեր են կապել, հիմիկվանց ասեմ, որ իզուր են հույս կապում դրա հետ։ Չեմ կարծում, որ նման խնդիրներ կարող են առաջանալ։ Վերադառնանք Հանրապետական կուսակցության 12-րդ հերթական համագումարին։ Հայտնի է, որ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը համագումարի ժամանակ ակնարկել է, որ ինքը եւս հանրապետական դառնալու տրամադրվածություն ունի։ Իմիջիայլոց հավելենք, որ իշխանական կուլիսներում Արմեն Գևորգյանը հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող անձնավորություն։ Արմենի Վարդանյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։